Գա, հավասարությունը դեպի կենտրոն։ Պարոն հրամանատար, ԵԿՄ 5-րդ փոթորազրկային գումարտակը շահված է մարտական հետապահություն իրականացնելու համար։ Ձեկուցով գումարտակ հրամանատար մայոր Ավետիսյան։ ԵԿՄ 5-րդ գումարտակին ողջույն։ Իրականացվեց երկրապահ կամավորականների միության գումարտակների հերթական մարտական հերթափոխերը։ Երկրապահ կամավորականների միության վարչության բակից 5-րդ գումարտակի անձնակազմին ճանապարհեց վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Այսօր ներկայացել են արտագաղթ եղբայրների եւ աշերխային իսկական մետրիկայության վանդի։ Աղոթքի եւ օրհնության խոսք ասաց հոգեվոր հովիվը։ Հայ մեր օրենքից սուրբ եկեղեցիանու եկեղեցիալ քայլում որ եկեղեցին կամ փողոցը սերտի ասած մեր անապազոր դուրս այսօր եւ փող որպես եւ մեկ փողոցերով պարտապանած եւ տանձնած մեր գործունեություն այլ Ազատ։ ԵԿՄ 4-րդ գումարտակին արդեն նշանակված վայրում ողջունեց վարչության նախագահը։ Մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու գործը մեր սուրբ գործն է։ Մենք միշտ պատրաստ ենք ամեն վայրկյան, ամեն ժամ, օր գիշեր, ամեն ձմեռ մենք այդ գործում ենք։ Վարչության նախագահն այցելեց մարտական հենակետերում մարտական հերթապահություն իրականացնող երկրապահ կամավորականների միության անձնակազմին։ Մարտական հերթապահությունն ընթանում է սահմանված պլանի համաձայն պաշտպանական կառույցների եւ տեղական ստորաբաժանումների համակարգմամբ։ Եթե հայրենիքը ուրեմն հայրենիքի համար չպետք է խնայենք պաշտպանել։ Գրապահի վրա դրված որ պարտագաղթ երեխաները կատարում են իդեալական գրապահը պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները։ Երկրապահների ոտնաձայները դիրքերում նույնքան վստահ են, որքան 90-ականներին, հայրենիքի փրկության ամենածանր օրերին։ Տարիքը, փորձն ու հայրենասիրությունը դարձնում են նրանց անփոխարինելի ամրոց մեր խաղաղության ու անվտանգության մեջ։